ազգեր իրենց խորհրդանիշներով գաբրին գզորանան, կստեղծագործեն ու կհավերժանան։ Վայ այն ազգին, որ չունի խորհրդանիշներ, վայ այն ազգին, որ հավատարիմ չէ իր ստեղծած խորհրդանիշներուն։ Խորհրդանիշները ժողովրդի հավաքական հավատքին, կամքին, հույսին, դեսլականին, ժողովրդի սրբազան ցկտումներուն ու խոյանքներուն ամենայն վավերական հարազատ արտահայտություններ են։ Խորհրդանիշներ, որոնք անձիմը, թեփքիմը, երևույթիմը եւ ընդհանրապես ժամանակի սահմանները կանտրանցնին ու կմնան ժողովրդի հավաքական կյանքեն ներս։ Վարդան Մամիկոնյան ու Ղևոնդ Երեց սովորական անձեր էին, սակայն իրենց հավատքի գեցվածքով և գիտակից նահատակությամբ դարձան անմահներ, դարձան խորհրդանիշներ մեր ժողովրդի ողջ պատմության ընթացքին։ Վարդան Մամիկոնյան, Ղևոնդ Երեց կարելի չէ իրար մե անչադել, անոնք մեկ ամբողջություն են և իրենց հավաքական գեցվածքով մեր ժողովրդի կյանքի մեջ դարձան հավատքի քերակույն պաշտպաններ և հավատքի պաշտպանությամբ անոնք իրենց արյունը թափեցին։ Հավատքի պաշտպան դեմթատրե հավատարմություն հավատքի նկատմամբ։ Ղևոնդ Երեց և Վարդան Մամիկոնյան մեր ժողովրդի հավաքական հավատքին և քրիստոնեական հավատքի նկատմամբ մեր ժողովրդին ունեցած ամուր հավատարմության թարգման հանդիսացան, երբ ըսին այս հավատքեն մեզ ոչ ոք կրնա խախտել։ Անոնք մեր ժողովրդին հավատարմության հարազատ արտահայտությունը դարձան և ավարայրի թաշտին վրա գիտակցորեն նահատակվեցան։ Վարդան Մամիկոնյան և Ղևոնդ Երեց միասնաբար մեր ժողովրդի կյանքի մեջ դարձան աղբյուր, ինչպես նաև խորհուրդ ու պատգամ։ Հավատքին կենսական կարևորության, հավատքին հրամայական անհրաժեշտության, անոնք միասնաբար ըսին թշնամիին դիմաց, որ հավատքը քրիստոնեական մեր ժողովրդի կյանքին հետ այնքան սերտորեն շաղախված է, որ կարելի չէ բաժնել, ինչպես պատմահայրը գսե, մեր մորթին քույնն է ստացած։ Վարդան Մամիկոնյան և Ղևոնդ Երեց այսօր գուքան մեզի անգամ ևս հիշեցնելու, թե մենք կոչված ենք, որպես թոռները Վարդանին ու Ղևոնդին,
հավատարիմ մնալու քրիստոնեական հավատքին, այն հավատքին, որ մեզ բահեց պատմության փոթորիկներու մեջ, այն հավատքին, որ մեր ժողովրդին ապրելու, կոյադևելու գամքը հույսը տվավ հալածանքներում, չարթերում ու ցեղասպանություններու ընթացքին։ Վարդան ուղևոնտ երեց, հավաքապար ոչ ըսին, այն փոլոր ցկտումներուն, որոնք մեր ժողովրդի կյանքի մեջ կփորձեին սպանել քրիստոնեական հավատքը, անոնք միաստապար ոչ ըսին, այն փոլոր փորձերուն, որոնք կփորձեին մեր ժողովրդին, մեր հայրենիքին անկախությունը խլել մեզ մեջ։ Անոնք միաստապար ոչ ըսին այն փոլոր փորձերուն, որոնք կփորձեին մեր ժողովրդի կյանքի մեջ քրիստոնեական ու հայկական ինքնությունը խաթարել։ Այս էր Վարդան Մամիկոնյանին ուղևոնտ երեցին նահատակության պատկամը տարերու ընթացքին մեզի եկող։ Այսօր երբ մենք Վարդանանք կնշենք մեր ամեն դեղ, ինչու ես հարց կուտամ, անոնք պետք չունին մեր հիշողության, մեր դոնախմբության, մեր երգերուն, մեր պատկամներուն սրբացած են անոնք։ Մենք պետք ունենք անոնց բարեխոսության, մենք պետք ունենք անոնց մեն եկող ոգիին, հավատքին, դեսնականին և այն փոլոր արժեքներուն ու արժանիքներուն, որոնց հարազատ թարգման եղան անոնք և մնացին մեր արյունոտ պատմության ընթացքին և բահեցին մեր ժողովուրդը։ Այսօր ժողովուրդը մեր գոչված է նույն ոգիով, նույն հավատարմությամբ, նույն կամքի հզորությամբ ոչ ըսելու, Հայաստանեն սկսյալ ամեն դեղ, այն փոլոր փորձերուն մեր կյանքեն ներս, այն փոլոր հոսանքներուն, որոնք կփորձեն մեր կյանքեն ներս, մեր քրիստոնեական հավատքը նսեմացնել, մեր ազգային ինքնությունը քունաթափել, Վարդաններու ու ղևոնդներու հաջորդները մենք բոլորս այսօր գոչված ենք ոչ ըսելու այն բոլոր փորձերուն, որոնք կփորձեն Հայաստանի քերիշխանությունը, ամբողջականությունը, անկախությունը, անվտանգությունը հարսականի դակտնել։ Վարդան և ղևոնդ իրենց զորագիցներով արյուն թափեցին պաշտպանելու համար հավատքը ու հայրենիքը։ Այսօր հայրլալ կնշանակե նույն ոգիով, նույն հանձնարարությամբ պայքարիլ այն բոլոր փորձերում երևելի թե աներևույթ, որոնք կգրկնեն, կփորձեն մեր ազգային ինքնությունը խաթարել, մեր քրիստոնեական հավատքը նսեմացնելով, մեր անկախությունը նսեմացնելով, ահավասիկ
Սիրելի ներկաներ, Բատկամը Ղևոնդ Երեցին և Վարդան Մամիկոնյանին, եկեք մեր հավատքը վերանորոգենք, մեր գամքը բրգենք, մեր հույսը ամրացնենք, մեր դեստականը բայձար բահենք և մեր հավատքին, մեր հայրենիքին, մեր անկախության համար միշտ պայքարելու, մեր հավաքական գամքը և նվերումը ամրապնդենք, ահա այն ժամանակ միայն մենք հավատարիմ կմնանք Վարդան Մամիկոնյանի և Ղևոնդ Երեցի պատգամին, այժմ և միշտ և ավիթյանս հավիտենից ամեն։